Խոշտանգման է ենթարկվում։ Հաստատի ես երեխան խոշտանգվում է։ Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում եւ փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանին 3 ուժ երեկոյան հիվանդանոցից տեղափոխեցին բանտ։ Սա խոշտանգում է, պնդում է պատանու փաստաբանը։ Լուսինե Մարտիրոսյանի խոսքով մանկուց առողջական խնդիրներ ունեցող պատանու վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Ես առավոտյան տեսել եմ իրեն եւ իմ գնահատմամբ Դավիթի վիճակը օբյեկտիվորեն դուրս գրման չէր։ Գլխապտույտներ, գլխացավեր, այո, անկողնային է ինքը ռեժիմում էր, անկողնային վիճակում էր, ինքը ակնհայտ ուներ նաեւ իրեն խնամողի, խնամակալի անհրաժեշտություն։ Ինչու որոշվեց մի քանի ուշագնացությունից հետո բանտից հիվանդանոց տեղափոխված պատանուն դուրս գրել հիվանդանոցից։ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ հիվանդանոցն է դուրս գրման որոշում կայացրել։ Նաիրի բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ ուղեղի ցնցմամբ 10 օր առաջ հիվանդանոց տեղափոխված տղայի մոտ դրական դինամիկա կա։ Նախարարությունից ընդգծում են, Արմավիրի բանտում նա բժիշկների հսկողության տակ կլինի ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում։ Արդյոք այդ տարածքը համալրված է բազմաֆունկցիոնալ բժշկական սպասարկմամբ եւ հետազոտություններով, որը կարող է սպասարկել նման պարագայում, երբ անձը ունի եւ առողջական խնդիրներ եւ տրավմայով պայմանավորված խնդիրներ, եւ դա հստակորեն ցուցում ունի նաեւ խնամողի առկայության նրա կողքով։ Իհարկե ոչ։ 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը Թիկնազորի հետ Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու եւ խուլիգանության հոդվածներով։ Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան։ Պարբերաբար բանտեր այցելող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պնդում է, Արմավիրի բանտում հիվանդանոցի համեմատ բժշկական պատշաճ սպասարկում չկա։ Այդ բանտի խցերում, ինչպես նաև բուժմասում, կարող են բուժում ստանալ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող հիվանդները։ Իսկ նրանք, ովքեր որ ունեն առողջական լրջագույն խնդիրներ կամ տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոցներ կամ դիմում է ներկայացվում, եթե նրանք դեռևս օրենքի ուժով եւ դատարանով պատիժը չեն կրում եւ վճիռը ի կատար չի ածվում դատարանի որոշումով, այսինքն դատապարտյալներ չեն, խափանման միջոցի փոփոխության միջոցով կամ օրինակ փոփոխվում է նաև բժշկական հանձնաժողովի դիտարկումների արդյունքում։ Ցանկացած հիվանդանոցում րոպեների ընթացքում կարող են հետազոտություններ անցկացնել, բուժման ընթացքին հետևել։ Բանտերում այդպես չէ, նկատում է հասարակական դիտորդական խմբի անդամը։ Սա իրականում անմարդկային վերաբերմունքի անձի նկատմամբ, որը ունի եւ առողջական խնդիր եւ ստացել է վնասվածք հենց այդ օրը տեղի ունեցած միջադեպի արդյունքում եւ այստեղ կարծես թե կալանքը դիտարկվում է որպես պատժամիջոց անձի նկատմամբ եւ նաեւ ցուցադրում հասարակությանը։ Երեկվանից ավագ դպրոցի աշակերտի ազատության համար գլխավոր դատախազության շենքի մոտ նստածույց են անում մի խումբ մայրեր։ Նրանց զայրացրել էր Դավիթին բանտ տեղափոխելու լուրը։ Տղան իսկապես շատ ծանր վիճակում է գտնվում եւ անհրաժեշտ է որ շարունակի մնա հիվանդանոցում։ Աստված վճանի Դավիթի մի բան պատահի մենք երբեք մեզ չենք կարող ներել։ Սաիդա Պողոսյանը 2 օր է ցրտին ու անձրևին ժամեր է անցկացնում դատախազության մոտ։ Նույնիսկ այն ամենահանցը բավականին ծանր հանցագործություն կատարած մարդկանց խափանման միջոցները այլ են լինում։ Իսկ 18 տարեկան տղայի խափանման միջոցը այն էլ էսպիսի խիստ վերաբերմունք դա անընդունելի է։ Դավիթը պետք է շարունակեր մնալ հիվանդանոցում եւ պետք է պահանջենք, որպեսզի խափանման միջոցը փոխվի։ Այլ տարբերակ այս պարագայում չեմ տեսնում։ Սաիդային միացած Նուբար Դանիելյանը չի հեռանա դատախազության մոտից, մինչև տղան կալանքից ազատ չարձակվի։ Դավիթին ետ տանելով իրանք ուղղակի ուզում են ամբողջ քաղաքացիների բերանը փակել, վախացնելով։ Մինչ պատանու ազատ արձակման հարցով բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, փաստաբանների դիմումներն առայժմ արդյունք չեն տալիս, քննչական կոմիտեն չի արձագանքում։ Արդյոք քննում է նաև վարչապետի անվտանգության աշխատողի հարվածը։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել, բայց դեռ պատասխան չկա։ Ազատություն! Ազատություն!